Եթե նույնիսկ դու ռեգուլյար մարզվում ես, ջիմում քո կարդիոն անում ես, առողջ ես սնվում, առողջ լինելու համար քեզի միևնույնն է պետքա քայլել։ Ժողովուրդ, մարդիկ էլ չեն քայլում, ասենք մարդկանց մեծ մասը մեր օրոք, քանի որ աշխատում է, ինչ-որ համակարգչի դեմը նստած, շատ նստակյաց կյանք է վարում, մարդկանց մեծ մասը ու այդ թվում նաև ես, օրվա ընթացքում շատ քիչ քայլեր են անում, ինչը շատ կարևոր է առողջության համար։ Դրա համար շատ կարևոր է ինչ-որ ձևեր գտնել ամենօրյա կյանքում քայլերը շատացնելու, այսինքն էսի կարա լինի ինչ-որ տեղեր ոտով գնալ ավտոյի տեղը, էսի կարա լինի զուտ ինչ-որ օրվա ընթացքում առանձին ժամ հատկացնել հենց քայլելու համար, ինչը այնա ինչ-որ ես անում եմ հենց հիմա, որովհետև ամբողջ օրը համակարգչի դեմը նստած գործ էի անում ու երբ որ վերջացրեցի ու հեռախոսս բացեցի, հասկացա, որ այսօր ընդամենը 2000 քայլ եմ արել, բայց պետք է ամեն ինչ փորձես անես, որպեսզի ամեն օր գոնե մինիմում օրը մի 10000 քայլ ապահովես։ Ես տարիներ առաջ մի հատ գիրք էի կարդում, որը կոչվում է Built from Broken, որը խոսում է շատ տարբեր ջլի ու հոդերի առողջությունը պահպանելու ու նաև վնասվածքներից վերականգնվելու մասին, ավելի շատ սպորտի կոնտեքստում, բայց այնտեղ մի հատ շատ մեծ chapter խոսում էր հենց քայլելու մասին ու նրա մասին, թե ինչքան այն օգտակար է, ինչքան այն անփոխարինելի է ինչ-որ ուրիշ կարդիոյի տեսակներով, ու ինչքան հարցերում նաև օգնում է հոդերի վերականգնմանը ու հոդերը պաշտպանելուն։ Դրա համար քայլեք։